Ողջույն, ես Ծովինարն եմ, Կեյտուի վեդայական ժամանակակից թվահոգեբան։ Այսօր սիրելի իմ YouTube-յան հետևորդներ, ես ցանկանում եմ վերջի աշխատանքս ձեզ ներկայացնեմ, ովքեր ծնվել են 6 թվանշանի ներքո, կապ չունի թե որ ամսին, 24-ին և 15-ին։ Նաև վերջում կներկայացնեմ, որոնք չեմ ներկայացրել, 1-ը և 10-ը, հա, և ձեր հաջողության կոդը։ Խոսենք բավականին շատ հետաքրքիր ինֆորմացիաներից, բայց մինչև դա ես ուզում եմ ասել, որ 3 թվանշանների կյանքում մի հետաքրքիր բանն է։ Դուք ամենից սիրում եք միանգամից ստանաք։ Իմ խորհուրդը ձեզ, դուք մինչև ինչ-որ բան ստանալը պետք է դուք ինչ-որ բան վճարեք։ Սա ես ասում եմ, որովհետև այսօր ես ունեցել եմ բավականին շատ հետաքրքիր հետևորդ, ում հետ աշխատել եմ և պարզվում է ես ճիշտ եմ, ինքը չի սիրում վճարել, ինքը սիրում է ստանալ միայն։ Եվ ես իրեն ասեցի, քո խնդիրը հենց դրա մեջ է, անհաջողությունների։ Եվ այսպես, իսկ 24 թվի հետ կապված, ովքեր ծնվել են կապ չունի որ ամսվա 24 թվանշանի ներքո մի խորհուրդ։ Օրինակ, դուք եթե բնակարան եք գնում, դուք միշտ կարող դժգոհ լինեք։ Դա ինչից է, ձեր 2 թվանշանն է։ Լուսինն է ղեկավարում և դուք միշտ կարող եք դժգոհել։ Ես արդեն մարդկանց բավականին շատ լավ եմ սկսում ճանաչել վեդայական Կեյտուի թվահոգեբանության մեջ, մտնելով անգամ իրենց շարժուձևից, գրածից և խոսելուց։ Եվ այսպես անցնենք առաջ։ Թվագիտության հետ կապված, ովքեր ծնվել են 6 թվանշանի ներքո, կապ չունի թե որ ամիսը, 15 և 24 թվանշանի ներքո։ Ձեր մոլորակը կառավարում է Շուքրայի կողմից, դա Վեներա մոլորակն է։ Եվ ինչ է նշանակում, հա, որ այս թվերի կրողները բնույթով ունեն հմայք, գեղեցիկ կարող եք լինել, ստեղծագործականության հետ կապված միգուցե ստեղծագործ մարդիկ եք, գրողներ, երգիչներ, հա, ինչ կապված է գեղեցիկ աշխատանքների և այլն։ Նաև ձեզ մոտ կարող է լինել գեղեցկության զգացողություն և նյութական բարիքներ գրավելու ունակություն։ Ասեմ, որ 6 թիվը բավականին հաջող թիվ է հաջողակ լինելու համար, որպեսզի նյութական բարիքները ներգրավեք ձեր կյանք։ Եվ ինչն է այստեղ հետաքրքիր, որ Վեներան նաև կապված է սիրո, մարդկանց հետ հարաբերությունների, ներդաշնակության և ֆինանսական հաջողության հետ։ Սակայն սխալ կիրառման դեպքում այս ձեր թվանշանները, Վեներայի էներգիան կարող է դառնալ ձեր համար վախերի, նյութապաշտության, ինչը այնքան էլ լավ չէ, դա ցածրալ աստրալն է, և հարաբերությունների խառնաշփոթի աղբյուր։ Ովքեր ծնվել են 6, 15 և 24 թվանշանի ներքո, ասեցի, դա Շուքրայի ազդեցությունն է, ենթագիտակցական էներգիան ձեզ, եթե դուք ծնվել եք հենց կոնկրետ մաքուր 6 թվի թվանշանի վրա, այս ենթագիտակցականը ձեզ բերում է ներդաշնակություն, սիրո գեղեցկություն և կայունության ձգում։ Թիվ 15-ը ընդհանրապես խորացնում է ներսում եղած զգացմունքները, ավելացնելով զգայունություն կներեք և ներգործելու ցանկություն։ Իսկ թիվ 24-ը, այստեղ էլ կա երկու էներգիա, ենթագիտակցորեն կարող է միավորել սիրո, պաշտպանության և ընտանիքի արժեքների կարիքը ստեղծելով անվտանգություն։ Ենթագիտակցական այստեղ ազդակները ձեր կարող են լինել նուրբ էներգիան, բալանսի զգացումը և ներքին գեղեցկությունը ձեր։ Չի բացառվում նաև ցանկություն սիրո և փոխհասկացողության հետ կապված հեշտությամբ կապեր ստեղծելու ունակություններ դուք կարող եք ունենալ, իսկ եթե թիվը գործարկվում է սխալ, այստեղ հնարավոր են մանիպուլյացիաներ, խանդ, կախվածություն և զգացմունքային ինչ-որ անկայունություն։ Մանավանդ տղամարդկանց ես խորհուրդ եմ տալիս քիչ
ձեր կանանց դավաճանեք, որովհետև եթե ձեր կինը նաև կապ ունի այս թվանշանների հետ, նրանից է կախված ձեր հաջողությունը, նրանց պետք չէ դավաճանել։ Ձեր գիտակցական էներգիան 6-ը հենց մաքուր մակարդակում կարող է տանել դեպի ներդաշնակություն մարդկանց հետ, պաշտպանություն եւ նյութական բարեկեցություն։ Իսկ ովքեր ծնվել են 15 թվանշանի ներքո, այստեղ մեկը ձեր արևն է, իսկ 5-ը դա Մերկուրիի հետ կապ ունի, այդ գիտակցական մակարդակում մենք ստանում ենք 6 թիվը, հա, այսինքն Վեներան, Շուկրան։ Դա կարող է դառնալ մագնիս, գրավելով ոչ միայն ձեր նյութական հաջողությունը ձեր կյանքում, այլև հմայք եւ ազդեցություն մարդկանց վրա։ Իսկ 24 թվանշանը ես ինչու եմ ժպտում, որովհետեւ միշտ դժգոհ եմ լինում։ Այսինքն ձեր գիտակցական մակարդակում կարող է ավելանալ մարդասիրականությունը եւ ընտանիքի պաշտպանությունը ստեղծելով բարեկեցիկ հիմք։ Գիտակցական ազդակները ձեր կարողությունը ֆինանսական հաջողություն հասնելու համար պետք է լինի ուժ, սոցիալական, ընտանեկան կապերը ստեղծելու համար, հա, կամ վերահսկելու։ Եթե այս թիվը գործածում եք սխալ վիբրացիան, կարող է լինի ագահություն ձեզ մոտ, կախվածություն եւ ինչ որ նյութապաշտություն։ Դա բավականին ցածր աստրալի էներգիան է, նորություն կրկնում։ Ձեր հաջողության բալանսը գաղտնիքը կայանում է նրանում, դա սիրով հետ կապ ունի մարդկանց հետ ներդաշնակ լինելու, ֆինանսների մեջ բավականին հավասարակշռություն ստեղծելու մեջ, որովհետև Վեներայի ուժը հաջողություն է բերում մարդկանց արվեստում, ստեղծագործական ոլորտում, չի բացառվում նաև գեղեցկության արդյունաբերություններում եւ հասարակական ոլորտում, ինչ կապված է գեղեցկության հետ։ 6 թվանշանի ներքո ծնվածները 15-ի եւ 24-ի հաջողությունը ձեզ գալիս է այն ժամանակ, երբ դուք ներդաշնակ եք ձեր միջավայրի հետ եւ գիտակցաբար գործարկվում է այստեղ Վեներայի էներգիան առանց ինչ որ մանիպուլյացիաների եւ ագահությամբ։ Իսկ եթե դրանք կա, դա կարող է ոչ մի լավ բանի ձեզ չբերել։ Չկա ներողություն։ Վտանգները նրա մեջ են, որ այստեղ եթե լինի ձեզ մոտ անհավասարակշռություն մարդկանց հետ հարաբերություններում, նյութապաշտության ծուղակ, հա, իմ ձյավոք քարտն է 15 թվանշանի ներքո ծնվածներին է վերաբերվում։ Զգացմունքային կախվածություն, կապված շքեղության եւ հաճույքների հետ։ Ձեր կարմայական ծրագիրը եւ դրա սխալ հետևանքները, որը կարող են լինել որ դեպքում ինքը շուկրայի 6-ը, հա, սկզբնական հենց էներգիան է, մաքուրվեցի, այստեղ կարման ձեզ կարող է բերել սիրո եւ ներդաշնակության հետ կապված դասեր։ Եթե թիվ 6-ը, այսինքն ում մատրիցայում մենք տեսնում ենք, եթե դուք միայնակ եք կա 6-ը, դուք կարող եք լինել ինչ որ մեկի սիրուհի, սա միշտ հիշեք։ Եթե դուք այս ձեր մաքուր 6 թիվը սխալ եք օգտագործում, կարմա եք աշխատում, ապա այստեղ ձեզ մոտ կարող է ընկնել կախվածությունների, այսինքն դուք կարող եք ընկնել կախվածության մեջ, խանդի հարաբերությունների մեջ, ինչ որ մանիպուլյացիաների կամ ֆինանսական խառնաշփոթի մեջ։ 15 թվանշանը դա շուկրայի հետ կապ ունի, մեկը դա արևն է, բավականին մեծ կապ ունի էներգիայի, մագնիսի հետ, հա, ձգողական, որ դուք կարող եք ձգել ձեր կյանքը, բայց եթե դու կարմա եք աշխատում, այստեղ ձեզ կարման կարող է բերել, այսինքն եթե ճիշտ եք աշխատում, կարող է ձեզ բերել հաջողություններ կամ հաջողության հետ կապված դասեր, եթե այս թիվը սխալ եք օգտագործում։ Եթե թիվ 15-ը գործարկվում է սխալ, ապա մարդը կարող է դառնալ նյութապաշտ, իշխող եւ կախված շքեղությունից, կորցնելով ներդաշնակությունը։ Իսկ ովքեր ծնվել են 24 թվանշանի ներքո, այստեղ շուկրայի հոգատար էներգիան է, այսինքն այստեղ կարման կարող է ձեզ բերել ընտանիքի պաշտպանության եւ նվիրատվության հետ կապված դասեր կյանքի։ Եթե թիվ 24-ը գործարկվում է սխալ, այսինքն էներգիան ճիշտ չեք օգտագործում, կարմա եք աշխատում, ապա անձը կարող է դառնալ
Երխնամատար, վերահսկող և կորցնի իր սեփական սահմանները, ընկնելով ինչ-որ մանիպուլյացիաների մեջ, բացասական ազդեցությունների հետևանքները, որը կարող է լինեն ձեզ մոտ վախը, կորցնելու շքեղությունը կամ հարաբերությունները, կախվածություն հարաբերություններից կամ հաճույքներից, ինչ որ զգացմունքային անկայունություն, խանդ և վեճեր սիրո մեջ, ֆինանսական անհավասարակշռություն, չափից ավելի ծախսեր կամ ոչ ճիշտ ներդրումներ։ Իսկ հավասարակշռության խորհուրդները ես կարող եմ ձեզ տալ՝ միշտ փնտրեք ներդաշնակություն հարաբերություններում մարդկանց հետ, խուսափելով ինչ-որ ձեր կողմից մանիպուլյացիաներից։ Վերահսկեք ձեր նյութական ցանկությունները, թողնելով միայն իրական կարիքները, և կստացի լինեք բավականին առատաձեռն, այլ ոչ թե ժմոտ։ Կներեք, որ ասում եմ, բայց ես պետք է ձեզ ասեմ, որովհետև խոսքի օրինակ 6 թվանշանի հետ դուք կապ ունեք, ուզում եք ինչ որ մարդկանց մոտ անվճար խոսքի օրինակ եմ ասում, սովորել, հա, դա չեղա, որ դուք ճիշտ եք վարվում։ Եթե դուք չեք սիրում վճարել սովորելու համար, ձեզ ոչ մի գումար էլ չի գա ոչ ձեր պրոֆեսիայի մեջ, եւ բնական է, դա ժմոտների մոտ է, որտեղ դուք, այսինքն ժմոտ, ինչ է նշանակում ժմոտ, դա նշանակում է էներգոաբմեն, եթե չկա, ինչ պետք է ձեր մոտ լավ փոփոխություններ լինի, այս մասին սա հաշվի առեք, ունեք էներգոաբմեն, վճարում եք ռեսուրս, ժամանակ եք դնում, ստանում եք այն, ինչ ձեզ պետք է, իսկ ունեք դուք այդ հնարավորությունը, բայց սիրում եք անվճար ամեն ինչ ստանալ, այստեղ անխուսափելի է, ոչ մի լավ բան ձեզ չի կարող տրվել, կապված հաջողության հետ, այստեղ պետք է սովորեք պաշտպանել ձեր անձնական սահմանները առանց վերահսկողության ենթարկելու, նայեք խուսափեք շքեղության և հաճույքների նկատմամբ գերհակումից և կենտրոնանաք ձեր ստեղծագործական էներգիայի վրա, այն ուղղելով հստակ նպատակների։ Ես կարող եմ ճիշտն ասած ծես տալ ձեզ, որպեսզի դուք լավացնեք ձեզ մոտ այդ թվանշանի էներգիան, բայց քանի որ կարող է շատ մարդիկ կառմ աշխատած լինեն, դրա համար դուք պետք է դիմեք ինձ, որպեսզի ես ձեզ ասեմ, թե ինչ պետք է անեք, որպեսզի ձեզ մոտ ավելի դեպի լավը գնա, այդ ծիսակարգը ձեզ տալով։ Իսկ ինչ վերաբերվում է, եթե ծնվել եք խոսքի օրինակ կապ չունի, որ ամսի 1-ին կամ 10-ին, 10-ը ինքը բավականին գերհզոր թիվ է, չմոռանանք կամ 1 և մաքուր 0-ն, սա մաքուր թվանշան է, ընդհանրապես վեդայական թվագիտությամբ 1 և 10 թվանշանները կառավարվում են Սուրիայի, այսինքն դա հին միֆոլոգիայով, աստվածների մասին է խոսքը, արև մոլորակն է դա նրա կողմից, ինչը կարող է նշանակել, որ այս թվերը երկու, ովքեր կրում են, բնույթով ունեն առաջնորդության, ինքնավստահության, բավականին հաջողության և ուժի ներուժ, այստեղ խոսքը ձեր կարևոր է, մարդկանց տեղ հասցնել, մարդկանց ձեր հետևից տանել և այլն։ Սուրիան ինքը արևը խորհրդանշում է կյանք, կենսաուժ, ինքնություն և էգոն մարդու։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ եթե սխալ օգտագործեք դուք այս էներգիաները, կարող է դա վերածվել մեծամտության, մարդկանց իշխելու մոլուցքի և ինքնավստահության պակասի, այսինքն ինչը կարող է խաթարել ձեր հաջողության բալանսը և առաջացնել կարմաների ծանրություն, սա միշտ հաշվի առեք։ Հարցեր կան, որ էգոն պետք է դնեք մի կողմ մարդկանց հասկանալու նպատակով։ 1 և 10 թվերի վերլուծությունը ես կարող եմ Սուրիայի ազդեցության ներքո արևի բացատրել այսպես ձեր էներգիան, ենթագիտակցականի հոգու թիվն է ձեր։ Մեկը դա ենթագիտակցորեն տանում է դեպի առաջնորդություն,
ինքնավստահություն եւ ինքնաբավություն, այսինքն դուք լիդեր կարող եք լինել, լավ ղեկավարներ եւ այլ եւ այլ եւ այլ։ Կապված է մատրիցայից, թե քանի հատ մեկ ունեք դուք ձեր մատրիցայի մեջ։ Իսկ 10-ը դա ենթագիտակցորեն ուժեղացնում է ուժի հաղթանակի եւ ուշադիր լսեք նոր հնարավորությունների ձգտումը ձեր։ Այն իր մեջ կարող է կրել մեկ էներգիան, դա Սուրյան է, այսինքն արևը, եւ ուժեղացված 0-ով, ինչը ենթադրում է անսահման ներուժ, բայց նաեւ դուք պետք է լինեք բավականին պատասխանատու անձ, վերցնեք ձեր վրա պատասխանատվություն, կրեկային եւ հա լինելով լավ ղեկավար խոսքի կամ լավ լիդեր եւ այլն։ Ենթագիտակցական է ձեր ազդակները, այստեղ ուժն է, վճռականությունը եւ առաջնորդությունը։ Նոր հնարավորությունները ստեղծելու ներուժն է, կարողություն, որ դուք կարողություններ ունենաք խոչընդոտները հաղթահարելու համար, եթե թիվը գործարկվում է ձեր սխալ, այլ հակառակն եք դա նեգատիվ ֆորմատով օգտագործում, այստեղ կարող է ձեր մոտ ինչ-որ հպարտություն լինի, դուք ձեր մասին մեծ կարծիքի լինեք, մեծամիտ լինեք, մանիպուլյատոր լինեք եւ դուք ինքներդ ձեզանից գոհ լինեք, բայց մարդիկ իհարկե ոչ։ Ձեր գիտակցական էներգիան դա հենց մեկի, դա գիտակցված մակարդակում բերում է մարդուն ինքնավստահություն, անկախություն, ինչը ձեզ համար կարևոր է եւ նախաձեռնողականություն, իսկ 10-ը դա բավականին գիտակցական մակարդակում կարող է ձեզ մոտ ավելացնել հաջողության եւ առաջնորդության ուժ, սակայն 0-ն կարող է ավելացնել նաեւ պատասխանատվություն եւ ռիսկի գործում։ Ինչու ռիսկի, որովհետեւ 0-ն դա կապ ունի իմ տարո քարտերով, դուրակ քարտի հետ, հիմար քարտի հետ, ինչը կապ ունի ռիսկերի հետ, դա ուրան մոլորակն է կառավարում։ Գիտակցական ազդակները ձեր այն պետքա լինի, որ այստեղ հստակություն ձեր նպատակների մեջ դնեք եւ գործողություններում, ինչպես եք դուք գործում։ Կարգապահություն պետք է լինի եւ գործնականություն, ցանկություններ ձեր պետք է դուք կարողանաք վերահսկեք իրավիճակը եւ հասնեք գագաթին։ Իսկ եթե այս ձեր մեկ թվանշանը սխալ եք օգտագործում, այստեղ կարող է ձեզ մոտ լինի ինքնավստահության պակաս, վախեր ձախողումից եւ ինչ որ դիկտատորական վարք, հա։ Ռուսերեն դա ասում են սամադուր։ Հաջողության ձեր բալանսներից մեկը այն է, գաղտնիքը կայանում է նրա մեջ ձեր ուժի եւ պատասխանատվության միջև բալանս ստեղծելու մեջ։ Իսկ Սուրիայի ուժը, մեկ թվանշանի ուժը հաջողություն կարող է բերել կառավարական, քաղաքական, առաջնորդական, հա, եւ բիզնեսի ոլորտներում լինելով լավ ղեկավարներ, լիդերներ եւ այլն։ Հաջողությունը գալիս է ձեզ այն ժամանակ, երբ մեկի եւ ովքեր ծնվել են մեկ թվանշանի ներքո եւ 10 թվանշանի ներքո այս կրողները, այս թվերը գիտակցում են իրենց ուժը, բայց չեն օգտագործում այն մարդկանց վրա իշխելու կամ մանիպուլյացիաներ անելու համար։ Իսկ եթե այդպես եք դուք փորձում կամ փորձել եք այդպես մարդկանց հետ վարվել, այդ դեպքում դա վտանգավոր կարող է լինի ձեզ համար, դուք կառմա եք աշխատում, դա չափից ավելի կարող է վերահսկողությունից դուրս գալ ամեն ինչ, հպարտության եւ մեծամտության պատճառով դուք շատ բան կարող եք կորցնել, իշխանության համար մանիպուլյացիաներ անելու համար կարող եք ստանալ այն, ինչ պետք է ստանաք, ինքնավստահության կորուստ եւ ձախողման ժամանակներ կարող է գան ձեր կյանքում։ Իսկ կառմայական ձեր ծրագիրը եւ սխալների հետևանքները, հա, ինչպեսին կարող են լինել։ Ընդհանրապես Սուրիայի սկզբնական էներգիան կառման ձեզ կարող է բերել առաջնորդություն եւ ինքնավստահության հետ կապված։ Իսկ դասերը դա որն է, եթե թիվ 1-ը խոսքի օրինակ գործարկվում է սխալ, ապա մարդը կարող է դառնալ չափազանց հպարտ, մեծամիտ եւ վերահսկությունը կորցնելով սոցիալական կապերն ու իր կյանքի վստահությունը մարդկանց հանդեպ։ Այսինքն մարդիկ ձեզ երբեք չեն վստահի։
10 թվանշանի ներքո ծնված մարդիկ Սուրիայի ուժի լրիվ մանիֆեստացիան է ստեղ կարման ձեզ կարող է բերել մեծ հնարավորություններ եւ պատասխանատվության դասեր։ Եթե թիվ 10-ը գործարկվում է սխալ, այսինքն դուք սխալ եք օգտագործում այս էներգիան, այստեղ կարող է ձեզ մոտ ընկնի վախի, ձախողման եւ դավաճանության հետ կապված հարցեր ձեր կյանքում։ Իսկ զրոն կարող է ավելացնել նաև անկայունությունը, ռիսկը ուժի սխալ գործադրման դեպքում։ Ինչ-որ ռիսկային բաներ ձեր կյանքում կարող են կատարվել։ Բացասական ձեր ազդեցությունների հետևանքը ձեր համար որը կարող է լինել, որ մարդիկ կարող են դիտվել որպես դիկտատոր, այսինքն դուք մարդկանց կողմից կամ չափազանց իշխող մարդիկ, դա բնական է, հա, շատ տհաճ երևույթ է մարդկանց համար, մանավանդ երբ որ դու այդպես զգում ես դիմացինին։ Մարդկանց մոտ կարող է լինել վախ ձախողումից եւ քննադատությունից։ Այսպիսի մարդկանց ինքնավստահության կորուստ կարող եք ունենալ չհասնելով ձեր նպատակներին եւ կարող է մարդկանցից հա ընդհանրապես սոցիալական եւ այլ հարթակների հետ կապված, մարդկանց հետ շփումների հետ կապված դուք մեկուսանաք։ Ինչի հետ է սա կապված, միգուցե կարող է լինի ձեր ինքնավստահության հետ կապված նաև կորուստ, չհասնելով ձեր նպատակին եւ ձեր մեծամտության հետ կապված ստեղ վերահսկողության պատճառով լինի խնդիրները այս հետագայում ձեր կյանքում։ Իսկ ինչպես դուք կարող եք այդ թիվը ճիշտ աշխատացնել, այստեղ պետք է պահպանեք համեստություն, ուժի եւ առաջնորդության մեջ։ Սովորեք ընդունել նաև ուրիշների կարծիքը, կառավարեք ձեր էներգիան առանց վերահսկողության, մոլուցքի, իշխելու մարդկանց, չկապվեք միայն հաջողությունների հետ, շեշտը դնելով փորձի վրա։ Այստեղ պետք է հարգեք ուրիշների սահմանները եւ ազատությունը, իսկ եթե դա չկա, բնական է, լավ չի լինի։ Դուք այդպես, եթե այդպես չեք անում, դուք բլոկ եք անում, արգելափակում եք ձեր ֆինանսային բոլոր կանալները։ Իհարկե, այս մասին էլ ես ունեմ բավականին հետաքրքիր ծիսակարգեր եւ եթե ձեզ հետագայում ցանկանաք, կարող եք դիմել ինձ, ես կարող եմ այդ հարցում ձեզ օգնել, տալ այս ծիսակարգերը, որպեսզի ձեր կյանքում ձեր սխալները ուղղեք, մաքրվեք եւ լավ իրադարձություններ ձգեք դրական աշխատելով ձեր այս թվերի հետ, հա։ Հատուկ խորհուրդ եմ ուզում տամ, ովքեր ծնվել են կապ չունի որ ամսի 1-ին կամ 10-ին ամսի, դուք պետք է սովորեք հենց մեկերի մասին է խոսքը գործել համբերատար եւ հավասարակշռված ձեր կյանքում առանց շտապելու ինչ հարցեր որ լինի։ Իսկ ովքեր որ ծնվել են կապ չունի որ ամսվա 10-ին, պետք է հասկանաք ձեր ներուժն ու պատասխանատվությունը, խուսափելով մեծամտությունից եւ չվախենալով որևէ ռիսկերից, որովհետեւ այստեղ Սուրիայի ուժը աշխատում է այն դեպքում, երբ մարդը գործում է արդար, ազնիվ եւ հստակ գիտակցելով, առանց որևէ մանիպուլյացիայի եւ իշխելու, հարգելով մարդկանց անկախություն։ Ընդհանրապես, որպես խորհուրդ ձեզ կարող են օգնել 1 եւ 10 թվանշաններին կարող են օգնել խուսափել բացասական ազդեցություններից, պահպանեք ձեր հաջողության բալանսը եւ գործարկեք հենց արևի ուժը, հա, Սուրիայի ուժը, առանց ինչ որ մեծամտության եւ վերահսկողության, հա, ուրեմն մոլուցքի։ Վեդայական թվագիտությամբ 1 եւ 10 թվերը ընդհանրապես կապված են արևի հետ, իսկ այստեղ վանանշանի էներգիան տալիս է լրացուցիչ շերտ, հա, կապված հոգևոր ուժի, ճակատագրի եւ վսեմ ուժերի հետ։ Իսկ վանանշանը դա խորհրդանշում է այն ներքին մղումը, որը կապված է ոչ միայն մարդու նյութականից, այլ հոգևոր հաջողության հետ, այսինքն դուք չպետք է կարճեք նյութականից, փորձելով մանիպուլյացիաներ անենք, մարդկանց իշխեք, միայն ստանալով ձեր թակարդը գցելով,
Այտենց դուք փակում եք ձեզ մոտ ձեր այդ չակրաները, արգելափակում եք հաջողության չակրաները։ Ինչն է հետաքրքիր, որ 1-ի և 10-ի վանանշանի ազդեցության տակ ունեն հատուկ ծրագրավորված հաջողության կոդ, բայց նաև մեծ պատասխանատվություն դուք պետք է կրեք սրա համար։ Իսկ ազդեցությունը ինչպիսին կարող է լինել հենց 1 և 10 թվանշանների վրա կապված հաջողության հետ։ Ընդհանրապես դուք ունեք բավականին լավ առաջնորդական պոտենցիալ, բայց հաջողության հավասարակշռությունը ձեր պահելու համար դուք պետք է հետևեք որոշակի սկզբունքների, որովհետև վանանշանը այս կարող է ձեզ տալ հատուկ աջակցություն ճիշտ ճանապարհով ընթանալու դեպքում, սակայն սխալողությամբ ընթանալու դեպքում դա կարող է ստեղծել ձեզ համար բավականին ուժեղ կարմաներ։ Իսկ ուժեղ կարմաներ դուք ինձանից շատ լավ եք հասկանում, թե ինչ նկատի ես ունեմ։ Ձեր հաջողության բալանսը հենց վանանշանի նկատմամբ կոնկրետ մեկին է, հա, Սուրիան, այսինքն ձեր արևը վանանշանի հետ, այստեղ ձեզ հաջողությունը կարող է գալ այն ժամանակ, երբ դուք գործում եք ազնվորեն եւ առանց մանիպուլյացիայի, որովհետև 1 թվանշանի կրողները վանանշանի ներքո այստեղ դուք կարող եք ստանալ պաշտպանություն եւ առաջնորդության էներգիա, եթե չեք դառնում մեծամիտ եւ ինքնավստահության պակաս չեք ունենում։ Ձեր հաջողության գաղտնիքը ազնվությունն է, հստակությունը եւ ճիշտ ուղղորդվածությունը, ինքնավստահություն առանց մեծամտության, իսկ վտանգները դա որն է, չափից ավելի հպարտությունը ձեր, իշխելու մոլուցքը ձեր, ինքնագոհություն եւ ուրիշների կարիքների անտեսումը։ Իսկ 10-ը, ովքեր ծնվել են 10 թվանշանի ներքո, Սուրիան, այստեղ ձեր արևը, պլյուս եթե վանանշանը հետը, հաջողությունը ձեզ կարող է գալ այն ժամանակ, երբ դուք գիտակցում եք ձեր ուժը, բայց խուսափում եք դիկտատորական վերաբերմունքից մարդկանց հանդեպ։ Ընդհանրապես 10 թվանշանի կրողները այս վանանշանի ներքո ունեն դատարկություն եւ այստեղ լցվելու կոդը ձեր, ինչը նշանակում է, երբ դուք ճիշտ եք օգտագործում այդ ուժը, կարող եք ստեղծել ձեզ մոտ մեծ հաջողություններ։ Իսկ ձեր հաջողության գաղտնիքը, սիրելի տասնյակներ, դա որ դուք պետք է լինեք ինքնավստահ, առանց չափազանցության, ունենաք համբերություն եւ ճիշտ, հա, ուղղությամբ պահպանում եւ ձեր հոգեվոր եւ նյութական աշխարհների միջև բալանսը պետք է պարտադիր լինի։ Իսկ ինչն է վտանգավոր ձեզ համար, եթե դուք սխալ եք օգտագործում այդ էներգիան։ Իշխանություն եւ վերահսկողության մոլուցքը, որը չպետք է դուք անեք, հիասթափություն եւ անհաջողություններ կարող են լինել սխալ ուղի ձեր կյանքում ընտրելու դեպքում եւ վախ, որ վերահսկողությունը կարող է դուք կորցնել։ Վանանշանի այս ուժի հետ հավասարակշռություն պահելու մի փոքր խորհուրդ կարող եմ տալ, որովհետև վանանշանը բավականին մեծ կապ ունի հոգևոր դասերի ձեր կյանքում քննությունների եւ գործողությունների հետևանքների հետ կապված։ Իսկ 1 եւ 10 թվերի կրողները պետք է սովորեն հետևել ներքին առաջնորդության իրենց ձայնին առանց արտաքին ճնշումների։ Նաև դուք պետք է խուսափեք մանիպուլյացիաներից եւ իշխելու մոլուցքից, հիշելով, որ այս վանանշանը պատժում է էգոյի սխալ գործարկումը անելու համար։ Հատուկ խորհուրդ, ովքեր ծնվել են 1 եւ 10 թվանշանի ներքո, կապ չունի որ ամսին, այստեղ դուք պետք է ամբողջականությամբ եւ ճշմարտությամբ ցուցաբերեք այն, ինչ, հա, մարդկանց հետ շփումը կարող է կապ ունենալ, ֆինանսների եւ այլն։ Պետք է գործեք հոգևոր առաջնորդությամբ առանց վախի եւ ինքնահաստատման մոլուցքի։ Հաջողությունը ձեզ կգա այն ժամանակ, երբ դուք կարող եք լինել համեստ, բայց ձեզ վրա բավականին ինքնավստահ։ Իսկ մանիպուլյացիաների միջոցով դուք ունենաք ծանր կարմա, դա 100%։ Այս բանանշանի
ուրեմն հավասարակշռման մանտրան ես ձեզ կարող եմ տալ, ովքեր որ խելքի կգան, ցանկանան փոխվել, դուք կարող եք վառել ոսկեգույն կամ սպիտակ մոմ, կենտրոնանաք արևի լույսի վրա եւ ասեք հետեւյալ մանտրան 9 անգամ ընդհանուր, հա, Սուրյայա նամահա, լսած կլինեք, թող արևի լույսը առաջնորդի իմ ձերանուն ուղին, թող իմ առաջնորդությունը բերի հաջողություն եւ ներդաշնակություն, թող բանանշանը ինձ օրհնի հավասարակշռությամբ եւ իմաստությամբ, թող ես առաջնորդվեմ լույսով, ոչ թե ստերով եւ մանիպուլյացիաներով, այդպես լինի։ Դրանից հետո դուք կարող եք նաև մաքրել ձեր վրայից բացասական էներգիան, հա, բայց հատուկ հիմա ես կամփոփեմ 1 եւ 10 թվանշանի կրողների վարանշանի ներքո ծնված մարդիկ պետք է գործեն համբերատարությամբ եւ համեստությամբ, իսկ հաջողության բալանսը այստեղ գալիս է ճիշտ առաջնորդ լինելուց, ազնիվ լինելուց եւ արդարության միջոցով։ Իսկ բանանշանի ներքո սխալ այս վիբրացիաները ձեր մեկ թվանշանի օգտագործելու դեպքում կարող են առաջանալ ձեզ մոտ հպարտություն, չգիտես որտեղից դուք ձեր մասին մեծ կարծիքի եք, բայց իրականում դա այդպես չի։ Պետք է դուք հասկանաք ինքներդ ձեր մեջ։ Մոլորության եւ ձախողման կարմայի դասեր։ Վանանշանի հավասարակշռությունը վերականգնելու համար ձեզ անհրաժեշտ է ընդունել ձեր սեփական սխալները, ոչ թե ձեր էգոն առաջ տանել, որ ես սխալ չեմ։ Ես մանիպուլյատոր չեմ խոսքի։ Ով ես, դա ձեր էգոն է։ Ընդունեք ձեր սեփական սխալները, էգոն դնեք մի կողմ, վերադառնաք անկեղծ ճանապարհի ուղու վրա։ Այս է ձեր իսկական, հա, ճիշտ աշխատելու, մաքուր աշխատելու եւ հետագայում հաջողակ լինելու բալանին։ Իսկ եթե այսօր դուք ունեք խնդիր, ես կարծում եմ դուք այսօր ձեզ շատ լավ կճանաչեք, թե ինչու է ձեզ մոտ փակվել ձեր ֆինանսային դաշտը։ Եվ այստեղ պետք չի, որ դուք եթե կարմա եք աշխատել, եւ ես կարծում եմ այդպիսի մարդիկ բավականին շատ են, կարող եք բոլոր աշխարհին մեղադրել բացի ձեզանից, որովհետև ով ես, դա արդեն խոսում է էգոյի մասին։ Վերլուծեք իրավիճակը, լավ ճանաչեք ձեզ եւ փոխեք ամեն ինչ գլխի վայր, հակառակը։ Տեսնեք, ձեզ մոտ ինչպես է բացվում ձեր ֆինանսային կանալները։ Իսկ 10-ի համար մի փոքրիկ բան հիմա ես կասեմ, ինչը կզարմացնի ձեզ, ուրեմն 10 թվանի նշանի ծնված մարդկանցից նաև լինում է շատ լավ ընկերներ, եթե նրանք մարդկանց հանդեպ պատասխանատու են, անկեղծ են, փորձած կլինեք, փորձեք հետաքրքրվել կա ձեր շրջապատում այնպիսի մարդիկ, ում դուք խոսքի օրինակ կարա լինի ինչ-որ բան է ղեկավար, ում դուք կարող եք դիմել պատահական եւ այդ մարդը ծնվել է, կապ չունի որ ամսի, բայց թվանշանը 10-ն է։ Այս մարդիկ մաքուր մեկ թվանշանն են, ովքեր կարող են ձեզ սրտանց օգնել, դեռ մի բանել, ճիշտ ուղու վրա դնել եւ իրենց հետևից անել։ Ովքեր ծնվել են 10-ին, նայեք ձեր մեջ, արդյոք կա այսպիսի մարդիկ։ Ես կարծում եմ շատ մարդիկ արդեն սկսում են իրենց ճանաչել իմ Կեյտուի վեդայական թվահոգեբանության մեջ ավելի լավ իրենց, որովհետև Կեյտուն դա շատ բան է սովորեցնում եւ եթե կունենաք հարցեր, դուք ձեզ ավելի լավ ճանաչելու ձեր սեփական առաքելությունը, հա, այս աշխարհում, ինչի համար եք դուք եկել այս աշխարհ, եթե մինչև այսօր դուք ձեզ չեք գտել, հրավիրում եմ ինձ մոտ կոնսուլտացիայի, ձեզ ավելի լավ ճանաչելու եւ իմանալու որն է ձեր հոգու թիվը, որն է ձեր ճակատագրի թիվը եւ ինչպես անեք, որպեսզի շատ արագ հասնեք հաջողությունների։ Այսօր այսքանը, սիրելիներս,
Ես շատ էի շտապում բոլոր այս թվերի մասին խոսել, որովհետև ես բավականին զբաղված եմ լինելու։ Այսօր այսքանը, լավ եղեք, մինչ իմ հաջորդ թողարկում։ Ցտեսություն։